Աստծուն փառք, սիրելի եղբայրներ եւ քույրեր, սիրելի ժողովուրդ, ուղղակի իմ սրտում մի հատ շատ կարևոր թեմա է, որ շատ եմ ես դրա մասին մտածել եւ ուզում եմ այդ կարևոր թեմայի շուրջ բոլորս մտածենք։ Դա, սիրելիներ, կարևոր է, անչափ կարևոր է, որովհետեւ դա գործողություն է, դա գործնական գործ է դա լեզվի խոսք չի, դա այդպես ասելով չի, դա ուղղակի գործնական է։ Եվ ասա խոսքը մեզ սովորեցնում է, որ հավատքը առանց գործի մեռած է։ Մարդը կարա շատ խոսի, շատ ասի, որ ես շատ եմ հավատում, աղոթում եմ քո համար, այսպես խոսի, բայց գործնական ինքը пассив լինի։ Գործնական ինքը հարցին լուրջ չնայի խոսելուն, նայի զգացմունքներին, նայի այդպես շատ այդպես գեղեցիկ ձևի քարոզելուն, ամեն ինչը կարծես թե ասի, խոսի, քարոզի, բայց գործնական, երբ որ հարցը հասնում է գործնականին, ինքը пассив լինի։ Կարող է թույլ ձևով ասենք կատարի դա, բայց նա պետք է կատարի իրեն տվածի համապատասխան։ Աստված իրեն տվել է, կողքին չի տվել։ Աստված իրեն օրհնել է, կողքինը դժվարություն ունի։ Եվ կողքինն էլ իր համար է։ Անցնում է ժամանակը եւ այդ ժամանակահատվածում դու պետք է գործնական պաշտես Տիրոջը։ Եվ ես ուզում եմ մի համար կարդալ, կարծես թե այդ համարը այդքան կապ չունի։ Դա ասենք տարբեր թեմա է, բայց արի ու տես հենց այդ թեման կապ ունի այդ համարի հետ ու անչափ կապ ունի։ Առանց այդ համարը հավատքով ընդունելու չես կարա դու դրա մեջ լինես, այն որ ուզում եմ ասել։ Ես ուզում եմ կարդալ մեր շատ ծանոթ Եբրայեցիս 11-րդ գլուխ 6-րդ խոսքը։ Այստեղ սիրելիներ ուզում եմ որ մենք ես շատ անգամ եմ այս խոսքը կարդացել եւ ասել, երբ որ հին հավատացյալին մոտ կարդացել եմ եւ ինքը նույնիսկ վիրավորվել է, ասում է, «Էդ ինչ ես ասում, նուժելի դու այդպես ես մտածում ին վրայով», բայց ես ոչինչ չեմ ասում, դա սուրբ գիրքն է ասում։ Կարող է մարդը լինի երկար տարիների հավատացյալ, բայց ինքը դրա մեջ թերի լինի։ Ինչ է ասում Աստծո խոսքը առաքյալի միջոցով։ Ուրեմն 11-րդ գլուխ Եբրայեցիս 6-րդ խոսք։ Բայց առանց հավատքի անհնար է Աստծոյ հաճելի ըլլալ։ Բացի ան որ Աստծոյ կմոտենա, պետք է որ հավատա թե Աստված կա, եւ թե վարձահատույց կլա անոնց, որ զին կփնտրեն։ Այս խոսքը կարծես մարդը չի հավատում, որ կարող է իրեն էլ վերաբերվի։ Մարդը ընթացքի մեջ գնում է, ուրախանում է, որ ինքը հավաքույթի է լինում, ուրախանում է, որ ինքը մեծ անուն ունի, քարոզում է, սպասավոր է, հովիվ է, չգիտես, առաքյալ է, ով ուզում է սեղի, երկար տարիների քույրիկ է, երկար տարիների եղբայր է, բայց կարծես թե չի հավատում, որ այդ խոսքը կարող է իրեն վերաբերվել։ Աստծո խոսքն ասում է, երբ որ դու ուրեմն առանց հավատքի անհնար է Աստծոյ հաճելի լինել, բացի ան որ Աստծոյ կմոտենա, պետք է որ հավատա թե Աստված կա։ Այստեղ սիրելիներ, մարդը երբ որ այդպես է հավատում, որ Աստված կա, այսինքն Աստված կա, երբ որ ինքը հիվանդ է, Աստված կա, երբ որ իրեն հալածում են, նեղություն են տալի, ճիշտ է, բայց իրեն հալածում են։ Պողոս առաքյալն ասում է, իհարկե, կյանքին որ նայում ենք, տեսնում ենք, քանի դեռ Աստծո ժողովրդին, Աստծո եկեղեցին հալածում էր, ինքը մեծ անուն ուներ, մեծ պատիվ ուներ, բայց հենց ապաշխարեց, սկսեց ազնիվ ապրել, բանտից դուրս չէր գալի։ Բանտում էր անընդհատ բանտում էր։ Հետաքրքիր է, իսկ ինչի դու պետք է չհալածվես, ես պետք է չհալածվեմ։ Ճիշտը լավը անում ես, բայց պետք է հալածվես, ինչի ես դու
փնտրում ապացույցներ, բացատրեն, շատ բաներ, ոչ, դու հավատում ես, որ Աստված կա եւ մի շարունակի, եթե Աստված կա, ուրեմն տեսնում ամեն ինչ, քո տեսնելը կարևոր չի, քո բացատրությունը, բերել, տանել, ապացուցելը կարևոր չի, այոն ասեցիր, այոն վերջացավ, պետք է այոն պահես, ոչ ասեցիր, պետք է ոչը պահես, մնացած Աստծո գործն է, մի ապացուցի, մի ընկի այս կոմենկոմ, ասեցիր այո, Աստված կհաստատի այդ այոն, ասեցիր ոչ, Աստված կհաստատի ոչը, ինչ կապ ունի այս թեմայի հետ, որ ես ուզում եմ այսօր խոսել, մի քիչ ժամանակ իհարկե փառք Աստծո եղբայրներին ես ոչինչ չէի ասել, բայց կարճ խոսեցին, ուրեմն սա վերաբերվում է նյութին, ֆինանսին, դրամին, մամոնային, գիտեք, ֆինանսը ինքն իրենից չի ներկայացնում չարիք, ընդհակառակ բարիք, նույնիսկ ասվում է Աստծո խոսքի մեջ, որ բարեկամ արեք ձեզ, ֆինանսը վաստակելուց եւ մեկ վաստակելուց է, որ ճիշտ չես վաստակում, մեկ էլ ծախսելուց է, որ ճիշտ չես ծախսում, այդտեղ հանդիսանում է չարիք, չարիքը հանդիսանում, երբ որ դու ճիշտ չես վաստակում, Աստվածաշունչն ասում է, պետք է քո քրտինքով վաստակես, չի ասում, որ դու ուրիշի քրտինքով պետք է վաստակես, չի ասում, որ դու գողությամբ, սրան նրան խաբելով եւ այլ բաներ, Աստվածաշունչն ասում է, դու քո քրտինքով պետք է վաստակես, բնական է, ընտանիքի գլուխը, տան հայրը, վաստակում է ֆինանսը, եթե իր քրտինքով չի վաստակում այդ վաստակած ոչ իր քրտինքով վաստակած գումարը չարիք է հանդիսանում նաև իր զավակներին, իր սերունդին, իր թորներին, իր պետությանը, իր ժողովրդին։ Ես հիշում եմ մի անձնավորություն տարիներ առաջ ինձ այսպիսի հարց տվեց, ասեց Արոն եղբայր, հիմա մարդը այդպես վատ ձևով, խաբելով, ինչպես ժողովրդական խոսքն քցելով, չգիտես ինչ, գործարաններ, բաներ, վերցնել, ինչ է անելու էտի, վերջը ինչ անի, արդեն արեպրծել է, հիմա սրանից հետո շարունակությունը ինչ անի, որ դրանից ազատվի, ասի ես մարդկային իմ խոսքով ոչինչ չունեմ ասելու, դա Սուրբ Գիրքն է ասում, ինչ անի, եւ վերցրի կարդացի, ասի ինչ ասում Սուրբ Գիրքը, վերցրի Սուրբ Գիրքում կարդացի Զաքեոսի օրինակը, Զաքեոսը գիտենք ով էր, ամբողջ ֆինանսների կարելի ասել երկրի, ուրեմն ֆինանսների կառավարիչ, ոչ թե կառավարիչ, այլ բան էր, բոլոր ֆինանսները ինքն էր, մաքսապետներ կարելի ասել, մաքսապետներ, ամբողջ ֆինանսների երկրի։ Եվ այս մարդը լսեց Հիսուսի անունը կարճ լինելու բարձացավ ծառը, այդ ծառն էլ նես փշոտ ծառ էր։ Եվ զարմացավ մի բանի վրա, երբ որ եկան անցնելու ծառից նայում էր ինքը։ Իր մտքով չեն անցնում, որ ինքը ուշադրության կենտրոնում կլինի։ Եվ Տեր Հիսուսն ասեց. «Ցած իջիր, այսօր ես քո տուն եմ մտնելու»։ Պատկերացնում եք Զաքեոսի վիճակը։ Զաքեոսը երևի եսի մի ձևով ցած իջավ։ Եվ ամենագլխավոր ինչ կատարվեց, երբ որ արդեն Հիսուսը Զաքեոսի տունն էր։ Երանի թե ամեն մեկս լսելով Աստծո խոսքը այդպես։ Եվ ես իհարկե կարդում էի այդ տողերը եւ երբ որ ասեց ունեցվածքիս կեսը աղքատներին կտամ, որ խաբել եմ, քցել եմ, վերջապես շահագործել եմ, քառապատիկը կհատուցանեմ։ Բայց էլի հակին մնաց, չէ՞, էլի իրան ամբողջ կյանքի համար բավական էր ինչ որ մնաց։ Եվ այդ մնացածը օրհնվավ։ Եվ ես տենց բացատրում եմ այդ անձնավորությունը, որը հեղինակավոր մարդ է։
Եվ ինչ ասես Տեր Հիսուսը, այսօր այս տանը փրկություն եղավ։ Էս ասում Աստվածաշունչը, կարող ես ազատվել եւ կարող ես լսել Տեր Հիսուսից, այսօր այս տանը փրկություն եղավ։ Եթե այդպես չլինի, այդ օգտագործվելու ժամանակ էդի կդառնա չարիք եւ երկրին, եւ ազգին, եւ ընտանիքին չարիք կհանդիսանա։ Բայց նա բարի բան է։ Կարելի էր, որ այս տանը փրկություն լիներ, արտահայտություն լիներ Տեր Հիսուսի կողմից։ Հիմա ինչևից է սիրելիներ։ Մենք ուշադրություն դարձնենք, պետք է կենտրոնացումը լինի մի բանի վրա, վաստակելու եւ ծախսելու վրա։ Վաստակել եւ ծախսել։ Քանի որ Աստված ամեն բանի սեփականատերն է, իսկ մենք որպես տնտեսներ Մենք տերը չենք մեր երեխաների թոռների, մենք տերը չենք մեր նյութականի ֆինանսի, մենք դրա տերը չենք, կգա ժամանակ շատ անգամ է ասվում, կսարի ձեռքերդ և ձեռքերիցդ ամեն ինչ դուրս կգա, և քեզ կտանեն կդնեն մարմինդ իհարկե դու, եթե չես հավատում, որ հավիտյան ես ապրելու, կտանեն քեզ կդնեն հողի տակը և հավիտյան, վերջացավ։ Եվ դու հիշի, ես հիշեմ, բոլորս հիշենք, որ մենք ընդամենը տնտեսներ ենք։ Մենք տերը չենք, տերը երկնքում է, տերը մեզ հետ է, տերը մեր մեջ է, տերը ամեն տեղ է։ Դրա տերը քո երեխաների, թոռների, նյութի, միջոցների, հնարավորությունների, խելքի, որ խելքը, ասում են, չէ, շատ խելքով իսկ մեկը տարել է չի մանում, ուրեմն Տերը մեկին տվել է, մեկին չի տվել։ Եթե դու ունես, այդ բոլորի Տերն է։ Դու պետք է այդպես ընդունես, այդպես հավատաս, այդպես համարես։ Եվ ինչ է ասում նոր կտակարանը ֆինանսների մասին։ Բոլոր ավետարանները, բոլոր, սա ստուգված բան է, կարող եք դուք էլ ստուգել։ Բոլոր ավետարանները պահանջում է զգուշացում դրամի հետ։ Բոլոր ավետարանները, Մատթեոս, Մարկոս, Ղուկաս ավետարաններից, մի փոքր Հովհաննեսը գիտենք, ավելի շատ սիրո մասին է խոսում։ Մատթեոս, Մարկոս, Ղուկաս ավետարաններից յուրաքանչյուրը 4 խոսքից մեկը վերաբերվում է դրամին։ Հետաքրքիր է, մարդիկ մտածում են, հավատքի մարդիկ, մտածում են դրամը ոչ մի բան, հավատքով, բայց արի ու տես շոշափելի գործողություն է, երբ որ դրամը քոնն է, դու շոշափելի ձևով պետք է որ օգնես կողքինին, որը չունի, եւ Աստված պատահական չի, որ կողքինին դրել է նրա համար, որ դու օրհնվես, դու կարողանաս դրամը քո սեփականությունը տալ ուրախությամբ ուրիշին, եւ սահմանված կարգով լինելով աստվածապաշտ շոշափելի ձևով էդի գործողություն պետք է կատարվի։ Դա հավատքով չի, դա այն խոսքը չի, երբ որ մոտենում է քեզ սովածը, մերկը, մրսածը, դժվարության մեջ գտնվող, գնտակացի, զորացի, քաջերի, կշտացի ես, սուրբին ասում է, դուք լավ գիտեք, ինչ օգուտ, դատարկ խոսում ես, ինչ օգուտ, խոսա, բայց գործողություն չկատարես, ինչ օգուտ։ Դրա համար էստեղ ուշադրություն դարձնենք ամբողջ նոր կտակարանում 6 խոսքից մեկը դրամի կամ ինչ-որ ձևով ներկայացվում է այդ մասին։ 6-ից մեկը ամբողջ նոր կտակարանը վերցրած։ Հիսուսի առակների կեսը այս կամ այն կերպ վերաբերվում է դրամին զգուշանալու ագահությունից։ Այս կամ այն կերպ առակների կեսը նյութին զգուշանալու, որովհետև ոչ բան չես բերել, ոչ բան չես տանելու քո հետ։ Առաջինը Հուդան ընկավ, առաջինը Հուդան դրամի գերի լինելով, Տերոջը վաճառելով չկարողացավ ծախսել իր սիրած դրամը, չկարողացավ, գնաց կախվեց։ Տեսեք սիրելիներ,
թվում է թե շատ սիրելով շատ կունենաս, բայց ասում ասը խոսք մենք անդրադառնանք դրա վրա։ Թվում է թե ուրիշներին չտալով, ես շատ անգամ եմ ասում, միլիցեքը, հիմա միլիցեքը իհարկե շատ սիրելի են, ես ուղղակի մի անգամ հավաքված էին այդ ոստիկանները այդպես կանգնած հասարակ պերաշկի էին ուտում։ Ես չկարողացա անտարբեր անցնի։ Մոտեցա, ասում եմ, գիտես, հիանում եմ ձեզանով։ Սրանք հոպար ինչ է եղել, պերաշկի եմ հիանում եմ։ Ասում եմ, պատկերացնում եք, մենք տարիներ առաջ ոստիկանը այտենց նիհար առանց փորի պերաշկի ուտի։ Այտենց բան չենք տեսել։ Վայ, հոպար ջան, ասում եմ, մենք սովորական ենք, ասում եմ, գիտեմ սովորական ենք, մեքենան բան ալնում, եղել է որ մեքենան փչացել է, եկել են, բրդել են, տարել բերել, այսինքն հիանում եմ ձեզանով։ Եվ այդ ոստիկանները առաջ ասում էին տվողին տրվում է, այդպես ասում էին եւ այդ խոսքը մենք էլ ենք կրկնում։ Այստեղ տեսեք սիրելիներ, թվում էր թե Հուդան մի լավ բանի, բայց այ տեսեք այդ իր սիրած գումարն էլ իրան չմնաց, ինքը վերջ տվեց իր կյանքին։ Ուրեմն բանը Հովանես 14:4 տեղեր կա չեմ կարդալու, որտեղ շատ է համարները, Հովանես կարող է գրվի, Հովանես 14:4, Մատթեոս 26:14, այդ մասին ասում։ Սկզբնական եկեղեցու, վաղ եկեղեցու մեղքը բանը սկիզբը, որ եկեղեցին նոր էր դրվում, վերաբերվում էր Տիրոջը դրամ տալուն։ Տիրոջը դրամ տալուն, ինչ էր կատարվում, եկեղեցին կազմավորվել էր, հաստատվել էր, եւ բոլոր ժողովուրդը, հավատացյալները իրենց ունեցվածքը, տուն, տեղ, ինչ ունեին, ծախում էին, բերում էին, որտեղ էին դնում էին աշակերտների, որոնք հետո առաքյալներ կոչ, նրանց գրպանը, ծոցագրպանը չէ, ոտերի տակը։ Եվ ինչ կատարվեց, եւ ասում էին Տիրոջն ենք տալու, եւ հասարակացեր, բոլորը հավասար էին ապրում։ Եվ Գործք առաքյալոց 5-րդ գլուխ 10 բանը առաջինից մինչև 10-րդ խոսքը բոլորս գիտենք մենք շատ ծանոթ Անանիա եւ Սաֆիրայի մասին է։ Եվ ինչ տեղի ունեցավ։ Մենք բոլորս գիտենք ինչ կատարվեց Անանիա Սաֆիրայի հետ։ Նորից դրամը ստիպեց, նյութը ստիպեց, որ իրենք սուտ խոսեն, իրենք ծռեն հավատքը։ Կարծես մարդիկ հիմա շատ սուտ են խոսում, բայց նման իրավիճակում չեն հայտնվում, քանի որ եկեղեցին նոր էր կազմավորվում, պետք է ժողովրդի միջոցներ մի հատ սթափվելու, եւ այդ սթափվելու միջոցը հանդիսացավ դրամի գործողությունը, որը տեսնում ենք այդ ամուսինները այդ վիճակի մեջ հասան։ Սիմոնի մեղքը նույնպես կապված էր դրամի հետ, քանի որ նա ուզում էր Աստծո պարգևները դրամով գնել, կաշառք տալ, փող տալ եւ բժշկություններ անել։ Զարմանում էր, պատկերացնում եք, ինքն էլ տենց ելներ իր ուղեղում ոչ թե մարդկանց լավ բան անելը, Հիսուսի Աստծո ճանապարհը տանել, այլ նրա ուղեղում փող աշխատելն էր։ Եվ ուզում էր փողով այդ պարգևը ստանալ։ Եվ տեսնում ենք նորից Գործք առաքյալոց 8-րդ գլուխ 14-ից 20 խոսքերը։ Գործք 8-րդ գլուխ 14-ից 20 խոսքերը։ Նոր կտակարանը հունարեն երկու բառերը, որոնց թվային արժեքը հավասար է 666-ի, աշխարհի համակարգի թվին թարգմանությամբ նշանակում է հարստություն, ավանդություն։ Կարդանք այդ տողերը։ Ուրեմն դա ստուգել են այդ 666, դա նորից կապ ունի նյութի հետ, նորից կապ ունի դրամի հետ։ Հայտնություն 13-րդ գլուխ 16-ից 18 խոսքերը։ Հայտնություն 13 մեզ շատ ծանոթ, շատերս կարդացել ենք, շատ մեկնաբանություններ ա լինում, բայց կոնկրետ այստեղ ուշադրություն դարձնենք 13-րդ գլուխ 16-ից 18 խոսքերը։ Անկը ստիպե բոլոր, այսինքն պստիկներն ու մեծերը, հարուստներն ու աղքատները,
ազատներն ու ծառաները, որ իրենց աջ ձեռքին վրա կամ իրենց ճակատին վրա դրոշմ ընդունին, որպեսզի մեկը չկրնա գնել կամ ծախել, բայց միայն ան, որ ունի դրոշմը կամ գազանին անունը կամ անոր անվան թիվը։ Հոս է իմաստությունը, ով որ միտք ունի, թող հաշվե գազանի թիվը, քանզի մարդումը թիվ է ու անոր թիվը 666 է։ Նորից կապ ունի դրամի հետ, մենք հիմա տեսնում ենք, որ մոտենում է, գնում են խանութ, մի կայլասկա բան են առնում, այդ թուղթը մի հատ սենց անում է, վերջացավ, ամեն ինչ լուծվում է։ Եվ դա ինչ կլինի վաղմիս օրը, արդեն մենք գիտենք։ 50 տարի առաջ տենց բանը, երբ որ կարդում էինք, ասենք մենք այն ժամանակ որ կարդում էինք, մեր մտքովը չէր անցնում, որ կմոտենա կգա այդ օրը։ Եվ այսօր ոչ մեկս բան չէ, այսինքն ավելի մոտիկ լինելու, ոչ մեկը չի կարա, որովհետև քո մոտ է դա, դու ես, հիմա էլ այդ գախնա թիվը դու գիտես։ Եվ դա արդեն որպեսզի էլ ոչ մի բան պետք չլինի, արդեն քո վրան է, քո մարմնի վրա է։ Այսինքն նորից դա նյութը, ֆինանսը, դրամը։ Ուշադրություն դարձնենք, ինչպես ասեցի, դրամը ինքնին իրենով չարիք չէ։ Այն ոչ բարոյական է եւ ոչ էլ անբարոյական։ Դրամի հանդեպ սերն է ամեն չարիքի արմատը։ Երբ որ մարդը դրամի նկատմամբ ուշքը գնում է, ամեն ինչի պատրաստ է, ամեն ինչի, մենք տեսնում ենք առօրյայում այսօր, դրամի համար ինչ հայրենիք, ինչ մարդկություն, ինչ երեխա, ինչ կին, ոչ մի բան։ Այսինքն դրամը չի դա մեղավոր, դրամի ծախսելն է մեղավոր, դրամի օգտագործելն է, որը օգտագործում ես քո միջոցով, իմ միջոցով, մյուսի միջոցով, այդ դա է, արդեն պետք է օգտագործես, օգտագործելուց է չարիք դառնում, երբ որ դու ճիշտ ես օգտագործում, դա բարիք է, ինչպես տեսնում ենք, ամբողջ կյանքում չարիքի մեջ էր եղել, ուրեմն Զաքեոսը տեսնում եք դառավ բարիք, այսօր այս տանը փրկություն եղավ։ Տեսնում ենք էլի հնարավորություն ունեցողներ կային, Հովսեփը մոտեցավ ուրեմն Պիղատոսին եւ մարմինը խնդրեց Հիսուսի եւ ինքը շատ այդպես պատվով տեղ վերցրեց եւ այդպես մեծ հնարավորություն ունեցողը կարող էր, աղքատը չէր կարող, կամ բարի սամարացին, տեսնում ենք հանդիպեց, վերցրեց, վճարեց, տարավ սամարացուն այդ մարդը եւ ասես կեսն էլ ինչ որ պակաս մնա կվճարեմ, այսինքն հնարավորություն է եւ դա բարի ծառայեցվեց եւ սուրբ գրքում գրվեց բարի սամարացին։ Այստեղ սիրելիներ մենք ուշադրություն դարձնենք նաեւ որ իհարկե կարդանք այդ տողերը առաջի Տիմոթեոս 6:7-ից 10 խոսքերը, որտեղ պետքա որ միասին կարդանք, ուզում եմ որպեսզի կարդանք։ Առաջի Տիմոթեոս 6-րդ գլուխ 7-ից 10 խոսքերը։ Այստեղ պարզ ասում է ինչ է կատարվում։ Մարդ, որը սիրում է փողը, սիրում է ֆինանսը, նյութը, սիրում է։ Սակայն ուրեմն 7-րդ խոսքից, 6-րդ գլուխ 7-րդ խոսք, առաջի Տիմոթեոս։ Վասնզի բան մը չբերինք աշխարհ ու հայտնի է, որ չեն կնա անկե բան մը տանիլ։ Հապա կերակուր ու հանդերձ ունենալով անոնցմով բավարարվինք։ Բայց անոնք, որ հարստանալ կուզեն, կինան փորձության ու որոգայթի եւ շատ հիմարական վնասակար ցանկություններու մեջ, որոնք ավերումի կամ կործանումի մեջ կընկղմեն մարդիկ։ Բազի բոլոր չարություններուն արմատը արծաթասիրությունն է, որուն մեկ քանները անձնատուր ըլլալով հավատքեն մոլորեցան ու ինքը զինքնին շատ ցավերով խոցեցին։ Ինչ տեղի ունեցավ, անձնատուր եղան, սիրեցին իրենց կյանքից առավել,
Սիրեցին ամեն ինչի ծառավ, իրենց սրտի թագավորը դառավ։ Եվ իրենց սկսեց ճնշել եւ իշխել։ Ուշադրություն դարձնենք նաեւ սիրելներ, իհարկե վերջում այդ վերջի համարի վրա, որը իմ ամբողջ մտքի վերջում է կուտակված, որ ամենագլխավորը, որ ուզում եմ ասել, ուրեմն տոկոսով փող տալ, տոկոսով փող վեկալել, նստած տունը փողը առանց քրտնելու, առանց բանի տանում են, բերում են, մարդը լրիվ ինչ քրտնքի մասին է խոսքը։ Եվ դա վտանգավոր է, դա այդպես չի ասը խոսքը մեզ սովորեցնում։ Ինչ է սովորեցնում Աստվածաշունչը 10-րդի եւ ընծայի վերաբերյալ։ Գիտեք, այսպեսի խոսք կա լինում, 10-րդը դա հին ուխտով էր։ Հիմա մարդը ամբողջովին է Տիրոջը, այո, ամբողջովին է Տիրոջը։ Բայց մենք երբ որ կարդում ենք 10-րդի մասին, 3 մասի է բաժանվում։ Ուրեմն 10-րդը բանը Մաղաքիա մարգարեության մեջ, հեսա կգանք նոր ուխտ։ Մաղաքիա մարգարեության մեջ 3-րդ գլուխ 7-ից 12 խոսքերը։ Մաղաքիա, դա Սուրբ Գիրքն է ասում, մենք պարտավոր ենք կարդալու, ծախսելու վերաբերյալ, դա Սուրբ Գիրքը մանրամաս ասում է, որպեսզի մարդը չարիքի չհանդիպի։ Ծախսելուց դա չիմանալով կամ պետք է իմանալ։ Իմանալուց հետո ամեն մեկը թող որոշի։ Մաղաքիա 3-րդ գլուխ 7-ից 10 խոսքերը կարդում եմ։ Ձեր հայրերուն օրերեն ի վեր իմ հրամաններս հեռացաք ու զանոնք չպահեցիք, ինձի դարձեք ու ես պիտի դառնամ, ու ես ձեզի պիտի դառնամ, կսե զորքերու Տերը։ Սակայն դուք կսեք ինչով դառնանք, ինչպես դառնանք։ Ես քիչ առաջ ասեցի, լեզվով, քարոզելով, խոսելով, բացատրելով, դրանք չի, այլ դառնալը ինչպես դառնանք, հարցը տալի ինչպես դառնանք։ Կսե զորքերու Տերը։ Սակայն դուք կսեք ինչպես դառնանք։ Միթե մարդը Աստված կկողոպտե, որ դուք զիս կկողոպտեք, բայց դուք կսեք, քեզ մե ինչ կողոպտեցինք, 10-նորդները ու ունծաները դուք անեծկով անիծված եք, քանզի դուք բոլոր զիս կողոպտեցիք, քանզի դուք բոլորը զիս կողոպտեցիք, բոլոր 10-նորդները գանձատուն բերեք, որպեսի իմ տանս մեջ պաշարը լա, ասո զիս փորձեցեք, կսե Աստված, թե արդյոք ձեզի երկնքի պատուհանները պիտի չբացեմ ու ձեզի օրհնություն թափեմ, այնքան շատ, որ բավական տեղ չլա։ Ձեզի համար ուտողը պիտի հանդիմանեմ, անիկա ձեր երկրին պտուղը պիտի չապականե, ձեր այգին մեջ որտնատունկեր անպտուղ պիտի չլա, կսե զորքերու Տերը։ Բոլոր ազգերը ձեզի երանի պիտի ասեն, քանզի դուք ցանկալի երկիր պիտի լաք, կսե զորքերու Տեր Աստված։ Գիտեք սիրելիներ, եւ նաեւ մի համար էլ կարդամ, Առակաց 19:17, այստեղ էլ շատ կարեւոր է, որ մենք ուշադրություն դարձնենք, Առակաց 19:17։ Այստեղ աղքատին ողորմություն ընողը Տիրոջը փող կուտա, փող պարտք չէ, փող հասկանում ենք պարտք, աղքատին ողորմություն ընողը Տիրոջը փող կուտա, ու անիկա անոր հատուցում պիտի ընե։ Աստված տվողին, որը տալիս է աղքատին, հատուցում անելու, Աստծո հատուցումը գիտենք ինչ է, Աստծո հատուցումը ուրախություն, երջանկություն, թեկուզ ես երկրի վրա, թեկուզ հավիտենության մասին չենք խոսում։ Ամեն ինչ է, ասում են չէ, մեկ ոստիկանի դուր երեխեքը չեն գնեն, մեկ էլ հիվանդանոց չեն գնեն։ Ինչ կանի Աստված մարդու համար։ Ուշադրություն դարձնենք
Նաև շարունակության մեջ ուզում եմ Աստվածաշնչում աղքատներին օգնելու վերաբերյալ 3300 խոսքեր կա, 3300 խոսքեր, աղքատները մեր օգնության կարիք ունեն, 3300 անգամ ամբողջ Աստվածաշնչում մտքեր, կոնկրետ բառեր ասվում է, որ կողքինին պետք է ուշադրություն դարձվի։ Հետո օգնելը դա հետաքրքիր է, Աստծո մոտ անուշ, երբ որ դու օգնում ես, դա անուշ հոտ է, դա մի այնպիսի, գիտեք, բանը, ասենք անուշ հոտ է, այդպես շատ հրաշալի ինչ-որ հոտոտելիք է, անուշ հոտ, և հետաքրքիր է, որ Առաքյալը Փիլիպպեցիս 4:16-ում այդ մասին ասում է, ուզում ես էլ կարդալ, Փիլիպպեցիս 4:16, այստեղ ասում է, ես ուզում այդ համարը կարդալ, 4:16, Առաքյալի համար ինչքան ուրախալի բաներ դա, որ 1-2 անգամ ինձի պետք եղած Թեսաղոնիկե ղրկեցիք, ոչ թե ես տուր կփնտրեմ, հապա պտուղ կփնտրեմ, որ ձեր հաշվին վրա ավելանա, բայց ես ամեն բան առած եմ ու առատորեն ունիմ, լեցված եմ եւ Ապրիատիասի ձեռքով ձեր ղրկածները ընդունելով, որ անուշ հոտմն է, ընդունելի պատարակ Աստծոյ հաճելի եւ իմ Աստվածը ձեր ամեն պիտույքը պիտի լեցնե իր ճոխությանը չափով, ճոխությանը ընդգծվում է, ճոխությանը չափով, փառքով Քրիստոս Հիսուսի ձեռքով, անուշ հոտը։ Ինչ հետաքրքիր է, սիրելիներ, երբ որ կողքինին տեսնում ես դժվարության մեջ անտարբեր չես անցնում, անուշ հոտը դա, ինչպես Առաքյալի համար, ինպես էլ երկնքի արարչի համար դու միջոց ես հանդիսանում անուշ հոտի, անուշ հոտ է։ Դրա համար մենք Պողոսի համար դա անուշ հոտ էր։ Ուզում ուշադրություն դարձնենք, ինչպես 18-ի վերաբերյալ ասեցի, ես ընդհանրապես կգրվի դու կկարդաք կամ կարող եք նշել տանը ուշադրությամբ հետևել։ Ուրեմն 18-ը վերաբերվում է այսօրվան, հարցատալի, այսօրվան վերաբերվում է թե չէ։ Հին եւ նոր կտակարաններն հաստատում են այն ճշմարտությունը, որ հավատացյալները իրենց եկամտի 10-ը հավատքով տան։ Առաջուց կարդացի, դա պետք է արվի հավատքով, պետք է հավատա, որ Աստված կա։ Հավատա, որ Աստված օգնելու է, թեկուզ չօրհնվի էլ։ Նա կատարում է, Աստծո կամքն է։ Ինչ կլինի, դա թողում ես Աստծուն։ Այդպես Սեդրակ Միսակ Հապետնակը ասին մեր Աստված, եթե կրակի հնոցից մեզ չազատի էլ, միևնույն է Նաբուգոդոնոսոր, մենք քո արձանին չենք երկրպագի։ Եթե Աստված աղոթում եմ ես, չբուժել իմ երեխան, միևնույն է իմ հավատքը չի փոխվի։ Չբուժվի իմ կնոջը, չբուժի իմ կնոջ, չի փոխվի։ Եթե ես դու անընդհատ ասում են, չէ, աշխարհն ասում, ես հատ տալիս եմ, դեմս չի գալիս։ Դա աշխարհն է, դա առևտրի գործաբրն է։ Տալիս եմ, չի գալի դեմս։ Դա աշխարհն ասում։ Եթե չլինի էլ, փառք Տիրոջը, ուրեմն Աստված չի ուզում։ Աստված ուզում է, որ մենք այսպես լինես, դու կամ ես։ Դրա համար հին եւ նոր կտակարաններում հաստատում են այն ճշմարտությունը, որը հավատացյալները իրենց եկամտի 10-ը հավատքով տան։ 10-ը նախքան օրենքը Աբրահամի մասին, Հակոբի մասին ասում է, ծննդոց 14-19-20 խոսքերը, Աբրահամի մասին ասում, 10-րդի մասին, ծննդոց 14-րդ գլուխ 19-20 խոսքերը, Հակոբի մասին, ծննդոց 28-րդ գլուխ 22 խոսքը։ Էդի մինչև օրենքը, մինչև Մովսեսի օրենքը, որը Աստված Սինա լեռան վրա օրենքը գրվեց եւ ինքը այդ Մովսեսի կոչվում է Մովսեսի օրենք։ Դա մինչև Մովսեսի օրենքը։
Արդեն օրենքի ժամանակ, 10-րդ օրենքի ժամանակ, Իսրայելին Մովսեսական օրենք ղրկեց, ղևտացիների 27-30-33, ղևտացիներ 27-30-33, 10-րդը շնորհքի տակ, Հիսուսը հաստատեց 10-րդը, ոչ թե օրենքից էր, այլ օրենքից առաջ, Մատթեոս 5:17, Մատթեոս 5:17, Մատթեոս 23:23, Ղուկաս 11:42, Հիսուսի խոսքերն է, դա ժամանակի պատճառով չեմ կարդում, որտեղ կարևոր բան դες, ուրեմն Մատթեոս 5:17, Մատթեոս 23:23, Ղուկաս 11:42, Հիսուսի շուրթերից դուրս եկած խոսքերը 10-րդի մասին, 10-րդը քոնը չի, այսինքն դու բարի բան չես անում, որ տալիս ես, դա քոնը չի, դա իմը չի, 10-րդը քոնը չի, որ դու տալիս ես, այլ նա արդեն պատկանում է Աստծուն, չտովողը ուղակի Աստծուց վերցնում է իրեն չպատկանողը, ոչ թե դու տալիս ես, այլ դա քոնը չի, եթե դու չես տալիս, դու Տիրոջից վերցնում ես, և դա գրված է Աստծո խոսքի մեջ, Մաղաքիայի մեջ, Աստված ասում է, ինձ փորձեք, միակ տեղն է, Մաղաքիա 3-րդ գլուխ 8-10 խոսքերը, Մաղաքիա 3-րդ գլուխ 8-10 խոսքերը, Աստծո ասած խոսքը, Աստծո շուրթերից դուրս եկած խոսքը, դա այո և ամեն պետք է լինի մարդու համար, եթե հավատում է Աստծուն, ինչպես առաջի հենց խոսելուց առաջ ես ասեցի, Աստծուն հավատալա պետք, հավատում ես, որ ամեն բան Տիրոջ կամքը կլինի քո կյանքում, և երկրորդ միտքը, որ ուզում եմ ասել, ինչպես աշխատել դրամը, ինչպես հայթայթել, ինչ ձևով, Սուրբ գրքում մենք կարդում ենք աշխատելու մասին, ես ուզում եմ ուշադրություն դարձնենք, Ծննդոց 3-րդ գլուխ 19 խոսքը, այստեղ շատ բան է ասում, ինչպես պետք է պահի մարդը իրեն այս երկրի վրա, բայց հենց առաջի խոսքը լինում է աշխատանքի մասին, ուրեմն Ծննդոց 3-րդ գլուխ 19 խոսք, Երեսիդ քրտինքովը ուտես քո հացդ, մինչև գետին դառնալդ, ուրկե առնվեցար, քանզի հող էիր դուն ու հողին պիտի դառնաս։ Սա Աստվածաշունչը ասում է մարդուն։ Իհարկե մարդը արդեն ունի ընտանիք, երեխային չեն ասում աշխատի ընտանիքը պահի, աշխատում ընտանիքը պահում է հայրը, ընտանիքի հայրը։ Գիտեք, մենք բոլորս էլ մարդիկ ենք, որը այսպես թե այնպես, քիչ թե շատ կարողանում ենք շփվել աշխարհի հետ եւ տեսնում ենք մարդիկ, որոնք այսպես չեն աշխատում, այսինքն իրենց քրտինքով չեն, կողանում են, քցում են, խաբում են եւ հետո մտածում ենք, ինչի իրենց երեխեքը դառան ամենահանցագործները, թմրամոլ, ինքնասպան, հայոյող, կռվող, վիճող, զարմանում ենք, ինչի դառան, որովհետև իրանց պապան, իրենց հայրը, քրտինքով, Աստծո խոսքից, ուրեմն Աստծո խոսք իր վրա չազդեց, Աստծո խոսքով ինքը չապրեց, Աստծո խոսքով երեխաներին չպահեց։ Գիտեք, սիրելիներ, ես տարիներ առաջ, մի 3 թե 4 տարի առաջ, մի հատ եղբայր ունեինք, ճիշտ է ուրիշ եկեղեցու, ես օրինակ եմ ասում, կապ չունի, դա մեզ համար դաս է եւ մենք ուշադրություն փաստերով եմ ասում։ Եվ տարբեր տեղեր մաներ գալի։ Մեկ մեր մոտ էլ եղավ, մյուս տեղ, եւ գնաց մի եղբոր, մի հատ ուրիշ եկեղեցի, հովիվը զանգեց ինձ, ասեց Արոն եղբայր։ Այս անձնավորությունը հակին ժամանակ մեր մոտ էր եւ նորերի մոտ գայթակղություն առաջացրեց։ Ուրեմն ինչ էր ասել էր, գիտեք, Արոն ինձ մոտ էի ես,
այդ սա սպասավորները, քարոզողները սա ավտոներ ունեն, եսին ոնց են ամ։ Ես թաքցնելու ոչ մի բան չունեմ։ Ասեցի իրան, ասա, թողա, ուրեմն մեր ծառայողների հետ շրջի որտեղ են։ Թող նստի իմ մեքենան, տանեմ գյուղում, չաշխատի մի հատ ծառի տակ նստի տենա, ես ինչ եմ անում։ Թող նստի համբարձում եղբոր մեքենան, եւ համբարձումի հետ գնա տենա համբարձումն ինչ անում։ Թող նստի Վարդանի մեքենան, գնա տենա Վարդանն ինչ անում։ Թող նստի Սերանի եւ Գագոյի հետ միասին մեքենան, գնան տենան Սերանն ու Վարդանը ինչ են անում։ Էբանը Վարդան ու Գագիկը ինչ են անում։ Սպասավորների անուններն եմ տալի։ Թող նստի թոշակառուները կան, մեր գրիչ եղբայրը թոշակառու է, աշխատում է նաև։ Թող գնա նա ինչ են անում այդ եղբայրները։ Թող գնա տենա Իգրին ասում են բանա, չէ։ Ցեխ բան ունի, այդ վերջը խանութ ունի։ Թող գնա առավոտը շուտ ելնի գնա տենա Իգրը ոնց է խոզերի տակը մաքրում։ Թող գնա Իգոյին, Հրանդին, Սամվելին, Մյուսին, գնա տենա ինչ են անում։ Թող գնա նստի մեքենաները գնա։ Ես իհարկե սիրելներ նկատի չունեմ, որ անպայման քրդնելով պետք է բաղով աշխատես, կամ ես իմ ոչ, կա գիտության մեջ, թող գնա տենա վահեն ինչ անում, թող գնան տենան մյուսը, ասենք, մանկավարժները, բժիշկները ինչ են անում, թող գնան, թող տեսնեն ինչ են անում, այն եղբայրները, որոնք այստեղից քարոզում են, թող գնան նայեն ինչ են անում, եւ իրենց հարցերի պատասխանը կունենան։ Գիտեք, ես այնքան ուրախ եմ, որ մեր եկեղեցու հիմքը դրված է քրտինքով աշխատելու եւ երեխաներին պահելու։ Ես հիշում եմ արտասահմանում Եվրոպայում եղած ժամանակ մի անձնավորություն ասեց. «Էս ոնց է դուք քարոզում եք, բայց վճարի մասին չեք խոսում»։ Մի հոգի եկել էր, մինչև 5 աստղանե հյուրանոց չլինի, ինքը նախորոք պատվիրում է եւ գալիս է։ Պետք է 5 աստղանե հյուրանոցում այդ քարոզիչը լինի։ Գիտեք, սիրելիներ, Տեր Հիսուսը մեզ այդպես չի սովորացրել։ Տեր Հիսուսը մեր եղբայրությանը այդպես չի սովորացրել։ Եղբայրությունը իրենց աշխատանքով ապրել են եւ պահել են իրենց երեխաներին եւ իրենց հանգստի ժամերը օգտագործել են հոգեվոր գործերին։ Աստված օգնի, սիրելիներ, թող Աստված պահի, մինչև վերջ հավատարիմ մնանք։ Կարող է տկարություններ լինեն, կարող է, բայց կարևորը հիմքը մեր ստացել ենք մեր ավակ եղբայրներից, մեր Սերգեյ եղբորից, Սերգեյ եղբորը գործից հանել էին, թերթերում գրել էին, եւ գործարանը համարյա կանգնում էր։ Լամփի գործարանը խառնվել էին, ստիված գնացեք գտե պերտրել էին իր գործին։ Այսինքն մենք այդպես Աստված օրհնում է եղբայրներին, երեխաները մեծացնում եւ այդ օրհնությունը շարունակվում է։ Աստված օգնի, որպեսզի մենք նորից եմ կրկնում, պահենք Աստծո խոսքը, ուրեմն աշխատելուց այսպես երեսիդ քրտինքովը ուտես քո հացդ, մինչև գետին դառնալդ, ուրկե առնվեցար, քանզի հող էի դուն ու հողին պիտի դառնաս։ Աստված օգնի, սիրելիներ, մենք իմանանք առանց քրտինքի, առանց բանի, ասենք մաքուր աշխատանքի, երբ որ վատ ձևով է մարդը ընտանիքը բամ այդ երեխաները վատ են լինում։ Աստված օգնի, որպեսզի մենք ճիշտ իմանանք, որ դա վտանգ է, ֆինանսը լավ բան է, բայց վտանգ է ծախսելուց։ Աստված օգնի, գանք աղոթքով Աստծո առաջ։